Պարզես այս ժամի նորությունները ներկայացնում հորիզոն լրատվականը 4 դեկտեմբերի 5շաբթի։ Պարտադիր զինվորական ծառայության 24 ամսյա ժամկետը 18 ամսով փոխարինելու նախագիծն այսօր քննարկվել է ազգային ժողովի լիագումար նիստում։ Այն ներկայացրել է Պաշտպանության նախարարը, ապա պատասխանել է հարցերի։ Բանակում 18 ամիս կծառայեն 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիները։ Պաշտպանության նախարարի խոսքով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների, այդ թվում Պաշտպան հայրենիաց ծրագրի, ատեստավորման եւ արհեստավարժ սերժանտական համակարգերի ներդրման շնորհիվ։ Իսկ արդյոք հնարավոր է նրանց համար, ովքեր այսօր արդեն ծառայում են, խրախուսական նորմ սահմանել, քանի որ այդ զինվորների ծառայության ժամկետը մնալու է 24 ամիս։ Մենք համատեղ ընդունել ենք մի օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար եւ 30 օր սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար։ Այսինքն ըստ էության մենք այդ փոփոխությունը, այդ բարելավումը արդեն իսկ իրականացրել ենք։ Սուրեն Պապիկյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե արդեն իսկ զորակոչված զինծառայողների նկատմամբ անարդարության դրսևորում կա։ Նախարարի խոսքով սա վերաբերում է ապագայում ծառայողներին եւ պետք է ըմբռնումով մոտենալ հարցին։ Իսկ այն հարցին, թե արդյոք բարձրացել է զինվորական ծառայության նկատմամբ գրավչությունը, նախարարը դրական պատասխան է տալիս։ Սովորական քաղաքացիներ նախկինում ծառայած եւ այժմ քաղաքացիական տարբեր դերերում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ այսօր որոշում են ընդունում անցնել զինվորական ծառայության։ Ես առիթ եմ ունեցել նաեւ խոսել որոշակի թվերի մասին, խոսքը շուրջ 25 թվականին շուրջ 1000 քաղաքացու նմանատիպ 1000 քաղաքացու մասին է։ Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել նաև Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Այդ հանձնաժողովի նախագահը նկատեց բովանդակային լուրջ քննարկումներ են ունեցել, անդրադարձել նաև գործընկերների այն մտահոգություններին, թե արդյոք սա նախընտրական քայլ է։ Պատասխանը միարժեք եղել է ոչ։ Այս քայլին մենք քայլ առ քայլ մոտեցել ենք բանակի բարեփոխումների ամբողջ տրամաբանությունը իրականություն դարձնելու միջոցով, որը դրված էր կառավարության ծրագրի հիմքում։ Այսօրվա բանակի վիճակագրությունն էլ խոսում է այն մասին, որ սովորական չի այն տրամադրությունը, որ բանակը այնուամենայնիվ իր գրավչությունը բարձրացրել է։ Վիճակագրությունը խոսում է, որ խաղաղության մեր ձգտումները եւ խաղաղության հասնելու մեր նպատակները հասարակության կողմից միայն ստանում են դրական լիցքեր եւ սա այդ քայլերից մեկը պետք է դիտել, որովհետեւ այս պահին իրականացնել այն քայլը, որը նաեւ կառավարության ծրագրում է, ժամկետի կրճատում, դա նշանակում է մենք արդեն պատրաստ ենք։ Այս ամենին առաջին հերթին պատրաստ են նաև խաղաղության շնորհիվ։ Իրենց ելույթներում ընդգծեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները։ Իսկ падգամավորներից երկուսն էլ նախագծի մասին իրենց դիտարկումները ներկայացրին նաև որպես տղաների մայրեր, որոնցից մեկի որդին արդեն ծառայում է, իսկ մյուսինը դեռ պետք է ծառայի։ Իմ որդին հիմա ծառայում է եւ առաջին անգամ երբ որ լսեց այս օրենքի մասին, ինքը ինձ զանգահարեց, ասեց դա անարդար է, բա ինչի պիտի ես 2 տարի ծառայեմ, իսկ հունվարին եկողները ծառայեն 1.5 տարի։ Ես հանգիստյան ասացի, որ ցանկացած պահին, երբ որ դա ընդունվեր, դա դրանից առաջ կես տարի զինծառայության անցած զինվորներն ասելու էին անարդար է։ Նույնիսկ անարդար է այն տղան, որ 10 տարի առաջ է 2 տարի ծառայել, այնպես որ դադարի իր անարդարություն փնտրել այնտեղ, որտեղ չկա։ Բազմաթիվ երիտասարդներ, ովքեր առաջիկայում պետք է գնան բանակ եւ նաեւ նրանց ծնողները, հատկապես որպես մայր ծնող դա պետք է արձանագրեմ, որ դրական են տրամադրված եւ հրապուրիչ է այս փոփոխությունը։ Միևնույն ժամանակ ես գիտակցում եմ, որ սա պրոֆեսիոնալ բանակի ընդհանրապես մի փոքր ֆրագմենտ պետք է լիներ, էպիզոդ պետք է լիներ, սակայն ես տեսնում եմ, որ համալիր միջոցառումներ իրականացված չեն եւ այդ համալիր միջոցառումների փոխարեն ընտրված է միայն մի սեգմենտ, այն է շատ գրավիչ նախընտրական տրամաբանությամբ իրականացվող կտորը։ Ընդդիմադիր падգամավորները խոսեցին նաև ատեստավորման գործընթացի մասին, ընդգծելով, որ դա անհավասար պայմաններ է ստեղծում զինված ուժերում։ Պաշտպանության նախարարը սակայն համաձայն չէ այս գնահատականների հետ։ Պապիկյանի կարծիքով, եթե կա ապահովված մրցակցային իրավիճակ, երբ մարդիկ կարող են հավասարապես օգտվել հնարավորությունից, դա ավելի շատ հավասարության մասին է, քան անհավասարության։ Խնդրի լուծումը համալրման գործընթացը իրականացնելը իմ առաջարկն է, կուզեք ընդունեք, կուզեք չեք, բազային աշխատավարձի ավելացումն է։ Պետք է բոլորինը համատարած բարձրացնենք աշխատավարձերը,
ու բանակում չունենանք մոտիվացիոն համակարգ, ես դրան դեմ եմ, եթե անգամ այդ ֆինանսական հնարավորությունը լինի, Անթույլատրելի է, որպեսզի պայմանագրային զինծառայողը ստանա ավելի ցածր աշխատավարձ ու զգալի ցածր աշխատավարձ, քան պարեկը։ Եվ համեմատել այսօր նորից կրկին պարեկին ու զինվորականին այն պարագայում, երբ ատեստավորված զինվորականի աշխատավարձը 205-ից 470,000 դրամով ավելացել է։ 205-ից 470,000 դրամ։ Սա կարծում եմ փոքր գումար չի, ու եթե հնարավորությունը ստեղծված է բոլորի համար, ինչու՞ չպիտի դրանից օգտվեն բոլորը։ Ամփոփելով պաշտպանության նախարարը հայտարարեց ժամկետային զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելը մեկ նպատակ ունի՝ Հայաստանի Հանրապետության բանակը օր առաջ դարձնել ավելի պրոֆեսիոնալ։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Քիչ առանց ստացված լուրի մասին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Արսեն Բաբայանը Facebook-յան իր էջում գրել է, որ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արշակ Սրբազանին հենց քննչական կոմիտեի շենքում։ Պետությանը վերադարձվել ապօրինի տնօրինման տակ գտնվող Խողամաս և Գույք։ Դատախազության այս տարվա ամփոփ տվյալներով վերադարձված ամբողջ գույքերի արժեքը կազմում է 66 միլիարդ 250 միլիոն դրամ։ Գործադիրի այսօրվա որոշումները ռեպորտաժում։ Կարելի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում գտնվող Հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը, այն կամրացվի շրջակա միջավայրի նախարարությանը։ Գլխավոր դատախազն ասաց, որ հարուցվել է քրեական գործ։ Չզեկուցվող հարցերից մեկը ևս վերաբերում էր ապօրինի տնօրինման տակ գտնվող գույքը վերադարձնելուն։ Այս դեպքում դոսաֆին պատկանող 11 հողամասերը կվերադարձվեն պաշտպանության նախարարությանը։ Այս դեպքով ևս դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Իհարկե շատ տենց բան հնչեց, էպիկ հնչեց, դոսավ համահայկական հայրենասիրական կազմակերպություն։ Այս մեր իրականության երևի բանն է, հատուկ հետազոտության նյութ պետք է դառնա, դոսավ, ես ուզում եմ հիշեի, դոսավ ոնց է բացվում, միացրեք բարձրախոսը, միացրեք, դա պետք է հնչի։ Անվարչապետ, Добровольное общество содействия армии, авиации и флоту, դոսավ, ՍՍՀ։ Շատ լավ։ Առհասարակ 2025-ի հունվարի 1-ից մինչ օրս պետության վերադարձվել է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, վերադարձրել ենք մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որոնք քառակուսիմետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում։ Վարդապետյանն ասաց, որ հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը 66 միլիարդ դրամը կավելանա, որովհետև անցյալ շաբաթվա որոշմամբ 2 մեծ հողատարածք վերադարձվել է շրջակա միջավայրի նախարարությանը։ Գլխավոր դատախազի փոխանցմամբ նաև դրամական միջոցներ են վերադարձվել։ 2024-ի դեկտեմբերի 5-ից այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք է եղել վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Կարող ենք տիկին Վարդապետյան արձանագրել, որ համակարգը ինստիտուտը ամբողջությամբ ներդրված է եւ լիարժեք այսօրվա դրությամբ աշխատում է։ Կարող ենք, պարոն վարչապետ։ Կառավարության նախորդ նիստում հաստատվեց գնահատման պիլոտային կարգը, որի նպատակն է առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Գործադիրն այսօր էլ հաստատեց 2025-ի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում եւ կառավարության նախորդ տարվա դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու եւ պետական մարմիններին գումար հատկացնելու մասին որոշումը։ Սույն որոշումը պիլոտային ծրագրի համաձայն 2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսման ֆոնդի հատկացումն է։ Առաջարկում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել հիմք ընդունելով պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամբ սույն որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները։ Խաչատրյանն ասաց, որ այս որոշմամբ պետական մարմիններին հատկացվող բյուջետային միջոցների հանրագումարը կազմում է մոտ 3.6 միլիարդ դրամ։ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց 2017-ին փաստացի հարկային եկամուտները եղել են 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ։ Այս տարվա միայն ավելացված մասը լինելու է 1 տրիլիոն 542 միլիարդ դրամ։ 2021 թվականից 2025 թվականը մինչև 26 թվականը վստահ ենք այդտեղ որևէ խնդիր չկա։ Կառավարությունը եւ խորհրդանական մեծամասնությունը
կատարել են, այսօր արդեն վստահ կարող ենք ասել կատարել են տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել։ Միաժամանակ վարչապետն ասաց, որ սա չի նշանակում, որ իրենց աշխատանքն անթերի է, բայց երբ իրենք այդ թերությունների հետևից գնում են, տեսնում են, որ թերությունների մի զգալի մասը կախված է այդ թվում այն իրավիճակից, երբ ներդրումներ չեն արվում կառավարման որակի բարելավմանը, պետական մարմիններում աշխատանքն առավել գրավիչ դարձնելու եւ աշխատանքի լրացուցիչ խթաններ ու երաշխիքներ ներդնելու ուղղությամբ։ Ինձ համար ակնհայտ է, որ մենք նման որոշում չենք կարող չկայացնել 2025 թվականին, որտեղ եթե մենք նման որոշումներ չկայացնենք, այդ նշանակում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհին առկա մի կարևոր խոչընդոտ հրաժարվում ենք վերացնել։ Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի ու ավելի գրավիչ եւ մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ։ Փաշինյանի գնահատմամբ կառավարությունը հիմա շատ մոտ է եւ պետք է եւս մեկ եզրափակիչ ջան գործադրի Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին։ Իսկ ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին վարչապետը կրթությունն է համարում առաջնային ռազմավարություն։ Հաջորդ թիվ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ այս տարի ատեստավորմանը մասնակցության համար դիմել էր ավելի քան 8400 հոգի։ Ընդհանուր առմամբ շուրջ 9200 ուսուցիչ կամավոր ատեստավորված է եւ ունի վարձատրության բարձրացում։ Սա ըստ նախարարի նշանակում է, որ ամեն երրորդ ուսուցիչ այս պահին կամավոր ատեստավորված է արդեն։ Արձագանքելով վարչապետն ընդգծեց, նման ցուցանիշ նախկինում չի եղել։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։ Պետությունը եւս մեկ հնարավորություն է տվել հաշվառել եւ օրինականացնել ինքնակամ շինությունները։ Գործընթացի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մեկ շաբաթ առաջ է կառավարությունը հաստատել կադաստրի պետական կոմիտեի առաջարկած նախագիծը, իսկ հաշվառման օրինականացման երկարաձգումը վերաբերում է մինչեւ 2021 թվականը կառուցված ինքնակամ շինություններին։ Ապօրինի կառուցված շինությունների մեծ խնդիր ունի նաեւ Գյումրին, որը հետևանք է նաեւ 88-ից հետո կատարված եւ շարունակվող անկանոն կառուցապատումների։ Շատ ենք դիմել, կուզենք սեփականաշնորհենք, հետեինենք մի շուտ սարքե, կարգի գցե, մեզի համար կապրենք։ Բայց չեն են, այս գծերի տաղն է չեն են։ 38 տարի կենի, չէ, այստեղ կապրենք։ Թուլադրվի որ կապրենք տագը, յանի վնաս մեզի չեն է, բայց որ կուզենք արդեն հիմնական ապրենք, դա վնաս է։ Տոկերի տագը չի կարելի ապրել։ Քարապատված տնակում ապրել կարելի է, բայց սեփականաշնորհել ոչ։ Սիմոնյանների ընտանիքը այս խնդրին է բախվում 37 տարի։ Տնակները ժամանակավոր էին, բայց դարձան մշտական բնակ տարածք, տնակային 236, կոտորակ 135 հասցեով։ Բնակ մակերեսը 48 մետր քառակուսի է, ապրում են 12 անձով, այդ թվում 5-ն անչափահաս են։ Նոր բնակիչը տիկին Նամարայի թորնիկն է, ընդամենը 8 օրական է, ներսի պայմանները չերևացող մնացին տանտիրուհու ցանկությամբ։ Դժգոհեց, ոչ կարող են տնակը նորոգել, ոչ էլ բնակ տարածք ավելացնել։ Ամեն տարի կվերանորոգենք, թե կսպասենք, հեչ մի բան մի կերեք տեսնենք ինչ պդերնի կհանենք ձեզի բան ու այս հույսով սկան տարի կաբրենք։ Հիսակավորնիներից ինչ որ չափանիշներ կա հերու բդերնի։ Այն կողմը սեփականաշնորհած է ջրի այն կողմը, բայց այս կողմը չէ։ 236 տնակային տարածքը Գյումրիում չհաշվառված ու չսեփականաշնորհված ինքնակամ կառույցների փոքր մասն է միայն։ Ինքնաշենների զգալի մասը կառուցվել է 88-ից հետո, երբ բնակության համար ժամանակավոր 2 տարվա համար պայմաններ էին ստեղծում, բայց տուն ստանալու հույսը կորցրած ստիպված քարապատեցին ու դարձրին հիմնական։ Մի քանի մետր այն կողմ նախկին Սևյան, ներկայում Շախբազյան փողոց հասցեով մեկ այլ տնական թաղամաս կա, որի բնակիչները նույնպես սեփականաշնորհման արգելքի են բախվում։ Քաղաքապետարանը տարածքը համարել է ճահճային կոտի։ Ասին, որ այդտեղ ճայի չտարածք է, չի կարելի։ Իսկ հիմա չգիտեմ, փոխել են ծրագիրը, չեն փոխել, չգիտեմ, անհայտ է։ Կանաչ կոտիներում կառուցված ինքնակամ շինությունները չքանդելու եւ օրինականացման կանաչ լույս վառելու օպտիմալ կամ այլ ընտրանքային տարբերակ մնում է կոտիավորման փոփոխությունը, այսինքն հողերի գործառնական նշանակությունը փոխելը։ Օրինակ ավտոկայան թաղամասի տնակները քաղաքի կանաչ կոտում էին, բայց մի քանի տարի առաջ բնակիչներին տեղեկացրել են, ել կանաչ կոտում կառուցված տներ ու տնակներ չեն եւ կարող են սեփականաշնորհել։ Դրանից հետո բնակիչները բերել չափագրել են, վճարումներ արել, բայց 2023 թվականից դիմումներին ընթացք չի տրվել։ 23 թվականին որ երեցին մարտիկ ստեղ ով որ քարաշեներ երեցին, այդ ժամանակ եկան չափագրեցին
գումարը տվեցինք ու մինչև մի քաշքշուկների մեջ ենք, չեն ասե 100% կեղնի, թե չէ, բայց քանի տարի է հակսեն կեղնի։ Մենակ իմս չէ, ասենք ես ընձով խոսամ, ընդանուր բոլորինն է հոն է, բայց կա մարդ, որ արդեն անցել է, վայրուտի այդ բոլոր հարցերը անցել է։ Մի կա մարդ է նոր են սկսել, օրինակ իմս նոր են սկսել, կոնկրետ չեն ասել, բայց սկսեն կեղնի, չեն մեջել։ Գոտի ավորման, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքի հատակագծի փոփոխությունը քաղաքապետարանում համարում են երկարատև եւ բազմափուլ գործընթաց։ Թեև որոշ նախագծեր առաջարկներ կան մշակված, բայց դրանց իրականացումը պետք է համաձայնեցվի կադաստրի պետական կոմիտեի հետ։ Հանձնարարել էր ճարտարապետներին, որպեսզի հատուկ սխեմաներ մշակեին քաղաքի տարբեր տեղամասերում, այսինքն այն հատվածները, որոնք նախկին ուրեմն շին գլխավոր հատակագծով կեմպլանով նախատեսած են եղել 60 հոդվածով պայմանավորված կանաչ կոդիներ, այդ կոդիների փոփոխություն արվել, որպեսզի բնակչությունը կարողանար ավելի հարմարավետ ու հեշտ այդ օրինականացման գործընթացը կազմակերպել։ Այդ փոփոխությունները նաև հաստատվում են քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից եւ ինքը բավականին ժամանակատար process է։ Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառումն ամբողջությամբ չի կատարվել մինչև սահմանված ժամկետը, որը Գյումրիի համար 2024 թվականի հունվարի 1-ն էր։ Ինքնակամների տերերը ուշացրել են փաստաթղթերը ոչ միայն իրենց մեղքով։ Գյումրիում լիցենզավորված չափագրող մասնագետների պակասը լուրջ պատճառներից մեկն է։ Բնականաբար բնակչությունը թողել է վերջի ամիսներին ու նաև այդտեղ չափագրողների ռեսուրս է պահանջվել, շատ բնակիչներ նաև չեն հասցրել զուտ պայմանավորված չափագրողների զբաղվածությամբ հաշվառեն իրենց անշուշտ գույքերը։ Քաղաքի ապօրինի շինությունների մասին մոտավոր տվյալներ ունի քաղաքապետարանը, 7000-ի մոտեցող թվի մասին է խոսքը, բայց թե դրանցից քանիսն է մինչև 2021 թվականի կառուցված եւ քանիսը մինչև հիմա շարունակվող ապօրինություն հստակ տարբերակում չունեն։ Իսկ կառավարության երկարաձգված ժամկետը մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների օրինականացմանն է վերաբերում։ Գործընթացում ամեն ինչ սկսվում է շինության չափագրումից, կադաստրում հաշվառման կանգնելուց, բայց հաշվառումը չի ենթադրում, թե շինությունն արդեն միանշանակ օրինականացմանի ենթակա է։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ներկայացուցիչներ Ստիվ Ուիտկոֆի, Ջարեդ Քուշների եւ Վլադիմիր Պուտինի միջև Կրեմլում կայացած հանդիպումը լավ է անցել, բայց կասկած է հայտնել, որ այն որևէ արդյունքի կհանգեցնի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հաստատել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում չլուծված հիմնական հարցերից մեկը վերաբերում է Դոնեցկի շրջանի վերահսկողությանը։ Fox News-ին տված հարցազրույցում պետքարտուղարը պնդել է, թե Ուկրաինան ու Ռուսաստանը ներկայում կռվում են Դոնեցկի շրջանի 30-ից 50 կիլոմետրի համար, որը վերահսկվում է Ուկրաինայի կողմից։ Այն Դոնեցկի ընդհանուր տարածքի 20%-ն է, մնացած 80%-ն արդեն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ ԱՄՆ հատուկ դեսպանոր Ստիվ Վիտկոֆն այսօր Մայամիում կհանդիպի Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ, հաստատել է Սպիտակ տունը։ Պատերազմը դադարեցնելու հնարավորություն կա, ասել է Ուկրաինայի նախագահը, ընդգծելով, որ իրենք պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա։ Ըստ Ուկրաինայի նախագահի, ԱՄՆ-ում իրենց պատվիրակությունը կքննարկի նաև Վիտկոֆի եւ Պուտինի միջև երեկվա բանակցությունների արդյունքները։ Կիևը հույսը դնում է կարգավորման 20 կետանոց խաղաղության ծրագրի վրա եւ չի գնա զիջումների Ուկրաինայի ինքնիշխանության հարցում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիկան Բրյուսելում Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։ Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը կրկին հրավիրվել է Միացյալ Նահանգներ քննարկումները շարունակելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպանը լրագրողի հարցին, թե արդյոք Կրեմլը փորձում է խափանել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, քանի որ ոչ է ասել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ վերջին առաջարկներին։ Ռյուտեն պատասխանել է, որ Ուկրաինայի պատերազմի դադարեցման հարցում ամբողջ աշխարհում միայն մեկ մարդ կա, ով կարող է խնդիրը դուրս բերել փակուղուց, եւ դա Դոնալդ Թրամփն է։ Նա նաև վստահություն է հայտնել Եվրամիության առաջարկի վերաբերյալ օգտագործել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու համար։ Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր 79 միլիարդ ֆունտ ստերլինգի արժողությամբ փաթեթի մասին։
Բելգիան, որտեղ պահվում է ռուսական շուրջ 140 միլիարդ եվրո ակտիվների մեծ մասը, քննադատել է այդ առաջարկը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը սակայն պնդել է, թե Բրյուսելի մտահոգությունները մեծամասամբ հաշվի են առնվել եւ որ միությունը պատրաստ է երաշխիքներ տալ եւ աջակցել, եթե Ռուսաստանը հայց ներկայացնի միջազգային ատյաններ։ Ուժի մեջ մտնելու համար որոշումը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ երկրների առաջնորդների կողմից։ Ակնկալվում է, որ քննարկումը տեղի կունենա մինչև այս տարեվերջ։ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան միացել են ՆԱՏՕ-ի Ուկրաինայի համար ռեսուրսների գնում ծրագրին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրների 2/3-ը հայտարարել է Pearl ծրագրին իրենց մասնակցության մասին, ըստ որի օգոստոսից մինչև այս տարվա վերջ Ուկրաինային կապահովի ավելի քան 4 միլիարդ դոլարի ամերիկյան զենքի գնումներ։ Այս ծրագիրը համաձայնեցվել է հուլիսին եւ առաջին գնումները սկսվել են այս տարվա օգոստոսին։ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ռուտեն ասել է նաեւ, որ դաշնակիցները առաջնահերթություն են տալիս սեփական անվտանգության մեջ ներդրումներ կատարելուն, արդյունաբերության ամրապնդմանը եւ Ուկրաինային աջակցելուն։ Իսկ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նիստից հետո հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է։ Նա նշել է, որ այն, ինչին ձգտում էր Լեհաստանի կառավարությունը, այժմ դարձել է փաստ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատություն էր, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ թվում էր, թե այսպես կոչված եվրոպական անվտանգությունը կարող է կառուցվել Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է Իտալիայում 2002 թվականի մայիսին։ ՆԱՏՕ-ի հետ համատեղ խորհրդի մասին խոսք անգամ լինել չի կարող Լեհաստանի նախագահի հայտարարությանը ի պատասխան ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատություն էր, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ թվում էր, թե այսպես կոչված եվրոպական անվտանգությունը կարող է կառուցվել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ։ Հունգարիան չի ընդունում Ռուսաստանի Դաշնությունից ստացվող նավթից ու գազից հրաժարվելու Եվրամիության պլանը եւ Սլովակիայի հետ միասին պատրաստվում է հայց ներկայացնել Եվրամիության դատարան, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ Երեկ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, թե միության երկրներին հաջողվել է նոր տարաշրջան բացել, ապահովելով Եվրոպայի լիակատար էներգետիկ անկախությունը Ռուսաստանից։ Եվրոպական միության խորհուրդը եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ սկսում է երկօրյա այցը Հնդկաստան, որտեղ նա կհանդիպի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ եւ կմասնակցի երկու երկրների կողմից կազմակերպվող ամենամյա գագաթնաժողովին, հայտնում է BBC-ն։ Դելին եւ Մոսկվան, ինչպես սպասվում է, այցի ընթացքում կստորագրեն մի շարք համաձայնագրեր։ Արևմտյան հրապարակումների համաձայն այս այցը կարևոր է Պուտինի համար, քանի որ այն ցույց է տալիս, որ նա չի հայտնվել լիակատար միջազգային մեկուսացման մեջ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այսքանով այս ժամի լրահոսը եւս սպառված է։ Հետևեք նորություններին ժամը 20-ին։